երբ որ դուք ինձ ասում եք չի լինի քնարիկ, ես չհրավիրեմ ոչ մեկին բիզնես։ Շատ եք ինձ ասում։ Ընկերների, ես ուզում եմ այսօր պարզ բացատրեմ, չի լինի։ Ինչի։ Եթե դու որոշել ես դառնաս բիզնեսի տեր, ոնց դու կարաս չփնտրես լավ կադր քո շրջապատում կամ քո շրջապատից դուրս, հա, ասենք, երբ որ իմ ընկերներին պետք է ինչ-որ մի հատ լավ աշխատող, իրանք ինձ զանգում են, գրում են, քնար ինձ օգնի, գրի քո կանալում, դիր ինֆորմացիա, մեզ պետք է այս աշխատողեն, մեզ պետք է լավ հաշվապահ, մեզ պետք է լավ հաշվետար եւ այլն։ Տեսեք ընկերներ, երբ որ դու գնում եք խանութ, ձեզ ով է սպասարկում։ Խանութի օրինակով բերենք, որ պարզ լինի։ Ձեզ ով է սպասարկում, վաճառողը։ Հիմա վաճառողը ինչ որ մեկին առաջարկում է բիզնես, աշխատանք, փող, աշխատող փնտրում է, ոչ։ Ինքը ապրանքը վաճառում է։ Դրա համար ինքը վաճառող է։ Հիմա խանութի տերը ինքը փնտրում է աշխատող, ինքը այդ աշխատողին առաջարկել է աշխատանք, առաջարկել է։ Ինքը առաջարկել է բիզնես, այսպես ասենք, առաջարկել է։ Դրա համար ինքը խանութի տերն է։ Հիմա դուք որոշեք, եթե դուք չեք ուզում լինեք խանութի տեր, ոչ մեկին է ոչ մի աշխատանք մի առաջարկեք։ Դուք գնացեք դարեք վաճառողը, որովհետև ինքը ոչ մեկին աշխատանք չի առաջարկում։ Պարզապես, ինչ եք դուք ուզում լինեք միլիոնատեր, բայց դուք չեք ուզում կադրային փնտրտուքով զբաղվել, կադրեր փնտրել ձեր բիզնեսի համար։ Իմաստը ձեր բիզնես, եթե դուք չունեք լավ կադրեր, դուք չունեք բիզնես, որովհետև բիզնեսը հիմնվում է կադրերի վրա, ընկերներ։